Տիկին Վարդանյան, կան այսպիսի մեկնաբանություններ, ասում են ընդդիմությունը, որը կարծում է հիմա Փաշինյանի մարդկանց քաղաքական հայացքների պատճառով է բանտարկում եւ իրենք էլ հետեւողականորեն բարձրաձայնում են այդ մասին, ասում են արդյոք պատրաստ են նրանք այս հարցը առավել արդյունավետ առաջ տանելու համար ընդունեն եւ ներողություն խնդրեն, որ օրինակ նաեւ նախկինների օրոք են եղել քաղբանտարկյալներ, հարցս հետեւյալն է, Հայաստան դաշինքը պատրաստ է քաղաքական գնահատական տալ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւս եղել են քաղբանտարկյալներ։ Ես հարցին այսպես պետք է պատասխանեմ, եթե դուք հետևել եք իմ գործունեությանը, մինչև 2018 թվականը եւ 2018 թվականից հետո պետք է ֆիքսած լինեք, որ մինչև 2018 թվականը ես էլի բարձրացրել եմ քաղբանտարկյալների խնդիրը, այսինքն այն, որ Հայաստանում տարբեր իշխանությունների ժամանակ եղել են քաղբանտարկյալներ, դա անհերքելի է, բայց եկեք ընդունենք, որ 2018 թվականին այս իշխանությունները եկան նաեւ այն խոստումներով, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի արդարություն, Հայաստանի Հանրապետություն պետք է լինի արդար եւ անկախ դատական համակարգ եւ 7 տարվա ընթացքում մենք տեսանք ճիշտ հակառակը։ Այդ թվում նաեւ պարոն Քոչարյանի իշխանության օրոք են եղել քաղբանտարկյալներ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Չէ, խնդրեմ հստակեցնել, այդ թվում նաեւ իսկ ինչու իմ հարցին չեք ուզում պատասխանել տիկին։ Չէ, ես հարցս հետեւյալն է, արդյոք պարոն Քոչարյանի օրոք նորից պետք է պետք եթե հետևել եք իմ գործողություններին, դուք տեսել եք, որ այդ դեպքում խնդրում եմ բացեք նախորդ հայտարարությունները եւ խանգարում եք բառով ասել այո կամ ոչ։ Ես խնդրում եմ բացեք իմ նախորդ հայտարարությունները, որոնք եղել են մինչև 2018 թվականը եւ հետևեք հայտարարություններին։ Ձեզ համար ընդունելի է լինել մի քաղաքական ուժի թիմում, որի քաղբանտարկյալներ են եղել։ Ես պատրաստվում եմ արդեն զեկույցներ կայացնել։ Ինչու է ԿՊԱ-ականների ոճով հրաժարվում հարցերից։ Ես հարցին պատասխան